Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հարավային Կովկասի երկրներին, այդ թվում Հայաստանին, նշելով Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրաբար բարի մտադրությունների ետևում թաքնված են սառը հաշվարկներ։ Ռադար Արմենիայի հետ զրույցում հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Լևոնտյանը նշեց, բոլոր երկրներն իրենց քաղաքականությունը կառուցում են սառը հաշվարկների վրա։ Բրյուսելն ու Վաշինգտոնը, եթե Բրյուսել ասելով նկատի ունի Եվրոպական միությունը, բացառություն չէ նաև Ռուսաստանը, այնպես որ Հայաստանի Հանրապետությունը եւս այդ այսու պետք է իր քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը կառուցի սառը հաշվարկների հիման վրա եւ սառը հաշվարկները այս պահին համընկնում են Բրյուսելի եւ Վաշինգտոնի սառը հաշվարկների հետ, այնպես որ թող պարոն Լավրովը հիշի, որ Հայաստանի Հանրապետության սառը հաշվարկները շատ ավելի կարեւոր են մեզ համար, քան Ռուսաստանի էմոցիոնալ կամ ոչ սառը հաշվարկները, եթե նրանք այդպեսին ունեն։ Ըստ Լավրովի, նրանց համար այն տարածաշրջանները, որոնց հետ Ռուսաստանը պայմանականորեն եւ անբաժանելիորեն կապված է, ոչ այն ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ։ Փորձագետի խոսքով Ռուսաստանում դեռ կարծում են, թե ունեն ազդեցության գոտիներ եւ Հարավային Կովկասը դրանցից մեկն է։ Սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից եւ վերջացրած 2022 թվականի փետրվարի 24-ով Ռուսաստանը կորցրեց իր ազդեցության գոտիները եւ առաջին հերթին իհարկե կորցրեց Հարավային Կովկասը որպես ազդեցության գոտի, ինչը նշանակում է, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը եւ ուժերը ասելով ես նկատի չունեմ ֆիզիկական ուժը, աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռությունը փոխվել է եւ Հարավային Կովկասը առաջին հերթին առանձին պետությունները, բայց նաեւ որպես ամբողջություն այլ տրամաբանության մեջ է այժմ որպես սուբյեկտ մասնակցում աշխարհաքաղաքական խաղին։ Լևոնտյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Լավրովը խոսեց ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից առաջ, սակայն ըստ նրա այդ այցին շատ կարճ ժամանակ է մնացել եւ Ռուսաստանը որևէ կերպ չի կարող խոչընդոտել գործընթացին։ Վենսի Հայաստանի Հանրապետություն այցին եւ դրանից հետո նա մեկնելու է նաեւ Ադրբեջան եւ այդ օրերի ընթացքում կարծում եմ Ռուսաստանը այլևս գործողություններ չի ձեռնարկի, բայց ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ հայ-ամերիկյան օրակարգերի իրացմանը, այո, Ռուսաստանը փորձելու է հնարավորինս ավելի խորը մխրճվել այդ օրակարգերում, հնարավորինս ավելի քիչ թույլ տալ, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա իրականացնել մեր տարածաշրջանում եւ փորձի իր շահերը այդ սառը հաշվարկները, որոնց մասին խոսում է Լավրովը, իրացնել այդ թվում Հայաստանի Հանրապետության եւ նաեւ Բրյուսելի եւ Վաշինգտոնի շահերի հաշվին։ Ռոբերտ Լևոնտյանը նշեց, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել Թրիփի ուղու նախագծին, սակայն կարող է ձևավորել նոր իրավիճակ, նոր տնտեսական նախագծեր։ Ռուսաստանը կարող է Երասից Գյումրի հատվածում բեռների տեղափոխման գործընթացում մասնակցություն ունենալ, եթե չգիտեմ այս բանին իրականում որտեղից, բայց եթե գտնի գումարներ եւ կարողանա արդիականացնել երկաթուղին, ինչու ես շատ խիստ կասկածում եմ հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում է այսօր Ռուսաստանը ընդհանուր առմամբ եւ ռուսական երկաթուղիները մասնավորապես, բայց մեր երկրների իր շահերի իրացում Ռուսաստանին հուսով եմ, որ այլևս չի հաջողվի ստանալ այնպես ինչպես ստանում էր նախկինում։ Փորձագետի խոսքով վտանգները մշտական են տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի համար։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հիբրիդային հարձակումների թիրախում, դա արդեն ակնհայտ է, այն, որ այդ հիբրիդային հարձակումները չեն բավարարվում եւ չեն վերջանում Հայաստանի Հանրապետությունում, դա եւս արդեն իրականություն է, ամբողջ տարածաշրջանը այժմ հիբրիդային հարձակումների թիրախ է, բայց Ռուսաստանի հնարավորությունները այս պահին սահմանափակ են կապված միջազգային իրավիճակի եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետ, ինչը նշանակում է, որ եթե ռուս-ուկրաինական պատերազմում տեղի ունենան փոփոխություններ, դրանք ուղղակիորեն ազդելու են նաև մեր տարածաշրջանում Ռուսաստանի վարքագծի վրա։ Ռուսաստանի դերակատարումը Հայաստանի վրա ավելի շատ է եղել, քան այլ երկրների վրա, սակայն Հայաստանը փորձում է իրավիճակը հավասարեցնել այլ երկրների դերակատարությանը, եզրափակեց փորձագետը։ Լաուրա Հարությունյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։